Վենեսուելական դրամա Նյու Յորքում Մանհեթենում վայրեջք է կատարում լատինաամերիկյան երկրի ձերբակալված նախագահ Նիկոլաս Մադուրոին ու նրա կնոջը Սիլիա Ֆլորեսին փոխադրող ուղղաթիռը։ Ձեռնաշղթաներով ու հատուկ համազգեստով կալանավորները Մանհեթենի դաշնային դատարան են տեղափոխվում զրահապատ ավտոմեքենաներով։ Նրանք պաշտոնապես մեղադրվում են նարկոահաբեկչության մեջ, Մադուրոն դատարանում հերքում է մեղադրանքները հայտարարում, մեղավոր չեմ, պարկեշտ մարդ եմ, հիշեցնում, որ ինքն է Վենեսուելայի նախագահը։ Այս ընթացքում Մանհեթենի դատարանի շուրջ հակասական տրամադրություններ են, հարյուրավոր մարդիկ են հավաքվել, ոմանք տոնելու Մադուրոյի ձերբակալությունը, ոմանք պահանջելու նրա ազատ արձակումը։ Հետդարձի ճանապարհ չկա, Նիկոլաս Մադուրոն պետք է պատասխանատվություն կրի 20 տարվա բռնապետության համար։ Ազատության ու ժողովրդավարության ժամանակն է։ Նրա պատճառով է, որ երկրի 8 միլիոն բնակիչ փախստական է դարձել։ Այսօր եկել ենք պահանջելու Մադուրոյի ազատ արձակումը։ Միացյալ Նահանգներն իրավունք չունի ձերբակալել Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը։ Մեղադրանքները կեղծ են։ Դրանք պարզապես քաղաքական շարժառիթներ են իշխանափոխության համար, որպեսզի դյուրացվի Վենեսուելայի ներքի արտահանումը։ Սա է Թրամփի իրական օրակարգը։ Միացյալ Նահանգներում դատում են Մադուրոյին, Վենեսուելայում նոր ղեկավար են նշանակում։ Կարակասում ազգային ժողովում անցկացվեց երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի երդման արարողությունը։ Ցավով եմ հայտնում Միացյալ Նահանգներում մեր երկու հերոսների՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի և մեր երկրի առաջամարտիկի, առաջին տիկնոջ Սիլիա Ֆլորենսի առևանգման մասին։ Եկեք միավորվենք որպես մեկ ժողովուրդ ու երդվենք դուրս բերել Վենեսուելան կայունության և խաղաղության դեմ սպառնալիքից։ Մադուրոյին ձերբակալելուց հետո Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել էր նաև Ռոդրիգեսին, հայտնելով, որ եթե նա ճիշտ չգործի, ավելի բարձր գին կվճարի, քան Մադուրոն։ Հայրենիքը լավ ձեռքերում է հայրիկ։ Նիկոլաս Մադուրոյի որդին հուզիչ ելույթ է ունեցել ազգային ժողովում ու լիակատար աջակցությունը հայտնել ժամանակավոր նախագահին։ Երախտապարտ եմ Վենեսուելայի ժողովրդին, սիրում եմ ձեզ։ Խաղաղություն, ժողովրդավարություն, ինքնիշխանություն, արժանապատվություն, միասնություն, պայքար ու հաղթանակ իմ ժողովրդին։ Հայրիկ, դու մեր ընտանիքում բոլորիս ուժեղացրել ես։ Մենք այստեղ ենք ու կատարում ենք մեր պարտքը մինչև վերադառնաս։ Հայրենիքը լավ ձեռքերում է, հայրիկ։ Շուտով կգրկախառնվենք այստեղ Վենեսուելայում։ Կոլումբիայի նախաձեռնությամբ ու Ռուսաստանի և Չինաստանի աջակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել Վենեսուելայի հարցով։ Կառույցը խիստ քննադատել է նահանգների գործողությունը, նշել այն վտանգավոր նախադեպ է և ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար։ Վիճակը ծայրահեղ է, սակայն դեռևս կարելի է կանխարգելել առավել մասշտաբային ու ավերիչ հակամարտությունը, ընդգծել են ՄԱԿ-ում։ Նոր տարվա սկիզբը ցնցեց աշխարհը, բոլոր նրանց, որոնք հույս ունեին, որ իրավունքի ու այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու միջազգային սկզբունքների նկատմամբ հարգանքը կդառնան նահանգների նոր վարչակազմի հիմնական սկզբունքները։ Մադուրոյի անօրինական ձերբակալումը ուղեկցվել է տասնյակ վենեսուելացիների ու կուբացիների սպանություններով։ Սա շատերի կարծիքով վերադարձ է դեպի անօրինականություն։ Կարակասում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունը ոչ մի արդարացում չունի։ Փորձագետների պնդմամբ Վենեսուելան հաղթել է ՄԱԿ-ում, որտեղ չի եղել երկակի չափանիշներ կամ մանիպուլյացիայի հնարավորություն։ Բացի Նեթանյահուից, Թրամփից գոհ է հավանաբար միայն Վենեսուելայի ընդդիմության ղեկավարը։ Մարիա Կորինա Մաչադոյի խոսքով Միացյալ Նահանգների միջամտության շնորհիվ արդարությունը հաղթեց բռնապետությանը։ Իդեպ անցյալ տարի Նոբելյան խաղաղության մրցանակի արժանացած Մաչադոն շատերի կարծիքով Մադուրոյին փոխարինելու Թրամփի հավանական թեկնածուն է։ Թեպետ Միացյալ Նահանգների նախագահը նեղսրտել էր, որ Մաչադոն մրցանակից չէր հրաժարվել հօգուտ իրեն։ Եթե նա հրաժարվեր, այսօր կդառնար Վենեսուելայի նախագահը, ասել էր Թրամփը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։